Վարչապետից վերջին հայոյախառն գրառումների մասին պիտի հետաքրքրվեին լրագրողները։ Գրառումներից մեկն էլ հումորով համեմված առավոտյան էր թողել իր պատին ու շտապել մայրբուհ, լաբորատորիայի բացման և ուսանողների հետ հանդիպման։ Հիմա որքան հասկանում եմ, մայիսի 29-ի իմ գրառման արձագանքը հետևյալն է, իսկ ինչու դոմփել։ Մնացած մասով փաստորեն կոնսենսուս ունենք, որ սրբապիղծ սրբազանների հարցը պետք է լուծել, իսկ առաջարկությունները, դիտողությունները, քննադատությունները սրբազանների մասին հետագա գրառումներում նկատի կունենամ։ ԵՊՀ աստվածաբան ռեկտորից լրագրողները հարցնում են, հաշտ է վարչապետի վերջին օրերի բառապաշարի հետ, խնդիր չի տեսնում արդյոք, որ քաղաքական ղեկավարության կողմից թիրախավորվում է եկեղեցին։ Հովհաննես Հովհաննիսյանը, որ նախկինում իշխանական падգամավոր էր, նախընտրում է շրջանցել այս բովանդակությամբ հարցերը։ Ես իմ աստվածաբան չեմ այստեղ, ես որպես ԵՊՀ ռեկտոր եմ, շնորհակալություն բոլորից։ Հաշտեք այդ հայտարարություններին։ Շնորհակալ եմ, մնացածը արդեն հետո Ժորժ ջան։ Կրթության նախարարը համամիտ է վարչապետի հետ, թե կոկիկ չեն պատմական հուշարձանները, ուստի տեղին էր նույնիսկ կոպիտ ձևակերպումը։ Ինչ վերաբերում է դրան հաջորդող կոնկրետ բառամթերքին, Անդրեասյանն ասում է, սա նոր չէ հանրային խոսույթում։ Չի անդրադառնում սակայն հարցին, որ ամենաբարձր մակարդակով աննախադեպ են հայոյախառն ձևակերպումները։ Բնականաբար որևէ մեկից չի կարող դուր գալ այն խոսույթը, որ ձևավորված է, ու ես ձեր ուշադրությունը պիտի հրավիրեմ նկատելու, որ այդ խոսույթը նոր չի, որ ձևավորված է, լավ է, որ մենք ուշադիր ենք, արժի, որ ուշադիր լինենք նաև բոլոր այն դեպքերում, երբ որ այդ բառամթերքը հնչում է նաև տարբեր կողմերից, այդ թվում օրինակ իմ նկատմամբ։ Փաշինյանը հեռանում է, էլի նախընտրելով չպատասխանել լրագրողների հարցերին։ Մի քանի ժամ տևած փակ հանդիպումից հետո ԵՊՀ ռեկտորը վստահեցնում է, վարչապետը պատասխանել է ուսանողների բոլոր սուր հարցերին։ Դրանք չեն եղել նախապես համաձայնեցված ու ընտրված։ Մայրբուհի ուսանողական խորհրդի նախկին նախագահը մինչդեռ ճիշտ հակառակն է պնդում։ Նախապես ընտրել են ուսանողներ, կազմել խիստ ցուցակներ, հանրային իրազեկում չի եղել։ Հատկապես վերջին օրերի իրադարձությունները, այն խոսույթը, որը ձևավորվել է նաև հանրային դաշտում, ես օրինակ շատ զարմացած եմ դրանից հետո այցելել համալսարան, հանդիպել ու խոսել օրինակ կրթությունից արժեքներից, ինձ մոտ օրինակ դիզոնանս է առաջանում, ինչպես կարելի է ունենալ նման հանրային խոսույթ եւ այցելել համալսարան, խոսել ինչի մասին, խոսել կրթության մասին, արժեքների մասին եւ հաջորդ քայլով արժեզրկել ու որակազրկել այդ ամենը։ Հանդիպումից հետո հերթական գրառումն է ձոնում Փաշինյանը, այս անգամ կաթողիկոսին։ Ասում է, եթե պարզվի, որ իրոք Գարեգին II խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, նա չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։ Խնդիրն, ասում է, բարձրացնում է որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որովհետեւ տեսնում է հոգեվոր անվտանգության խնդիր, իսկ որպես վարչապետ պետական անվտանգության խնդիր է տեսնում։ Փաշինյանի խոսքով Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պիտի դիրքավորվի այս իրավիճակի նկատմամբ, ինչից հետո կիրականացվի հարցի հետագա պարզաբանում։ Էրմինե Ղարիբյան, Էպիկենտրոն։